Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 25-ի համար տարվա բոլոր ծնված նշանների համարի հարկ է։ Օրը կիրակի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 25-ին։ Հանդիպում, շփում որից աղջկա հետ, հնարավոր է հարսանիքի մասին եք խոսում, դա հնարավոր է այստեղ տղաների համար ամուսնության առաջարկ են անելու այդ աղջկան, նաև կարող է իրեն են արել և ձեզ է պատմում, այդպես համենայն դեպս հանդիպում և շփում կունենաք, տեսնենք ով է այս աղջիկը։ Կամ այնպես անելու, որ ձեզ մոտ ինչ-որ կասկած առաջանա կամ ընտրության առջև կանգնած լինեք, կամ ինքն է ընտրության առջև և ձեզանից խորհուրդ է հարցնում։ Նաև այդ օրը կարող են ձեզ ամուսնության առաջարկ անել, սիրո խոստովանություն կամ դուք անեք, ընտանիքի հետ կապված ոչ իրադարձություններ են։ Այդ օրը նաև կարող է ինչ-որ կարևոր օր է ընտանիքի համար, ոչ գործարք կարող է կնքել, գործնական խոսակցություն, գործնական հանդիպում, պայմանագիր նաև հաջողություն, հաջողությամբ այդ ամենը կկնքվի, հաջողությամբ այդ ամենը կանեք։ Նաև կարող է ուղղակի ավարտում եք հաջողությամբ ձեր ամուսնության հետ կապված ոչ այդ այն ինչ-որ պատրաստվում էիք այդ ամենը կարող եք շատ հաջողությամբ ավարտել։ Ոմանք նաև ոչ այդ նոր դռներ կբացեն, սա կարող է լինել ամուսնու կնոջ վերադարձ, նորից կրկին հնարավորություն տաք, կամ սա ամուսնանալու համար։ Եթե դե բնական է ձեզ ամուսնության առաջարկ անեն, դա ձեզ համար նոր դուռ է, կամ կարող է ասեն իրար հետ ապրեք, այդպես։ Համենայն դեպս ոմանց մոտ դա կարող է լինել նաև մեկ այլ ոլորտ, այդ դռները բաց լինելը, այնպես որ օգտվեք, չնայած կիրակի է, շատ դեպքերում հենց այդ օրերն են լինում այդ դռնբաց օրերը, որ կարող եք ամեն ինչ հեշտությամբ անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, տարվա ծնված նշանով իհարկե նաև եզ։ Ինչ է սպասվում ցուլերի մայիսի 25-ին։ Ինչ-որ մանրուքների մեջ կարող եք խորանալ, մանր-մունր գործեր անել։ Սա նաև անցյալ է, կարող է անցյալից ոչ մանրուքների մեջ խորանաք, դա խաղի նման մի բան է, անլուրջ մի բան է, վերհիշել կրկին ինչ-որ անցյալի հետ կապված մանրուքները և բերել նորից ներկա։ Դա օրինակ անձնական կյանքի համար այդքան էլ լավ չէ, իսկ մնացածը կարող եք նաև, օրինակ գործերի բերումով, աշխատանքի բերումով, բիզնեսի բերումով կարող եք այդ անցյալի մանրուքները, որոնք որ ձեզ համար շատ անլուրջ էին այն ժամանակ թվում, կամ ինչ-որ միջով, կամ շատ սխալ եք արել, ոնց որ լուրջ սխալ եք արել, հիմա կրկին նորից կարող է վերանայում եք դրանք։ Ոմանք այստեղ կարող է մանր-մունր գործեր անեք, մանր-մունր խնդիրներ կան, որոնք որ պետք է լուծեք, կամ անցյալից է գալիս այդ մանր-մունր խնդիրները, որոնք որ դուք չեք արել, չեք ավարտել, և այդպես անսպասելի կարող է մտնել ձեր կյանք կրկին այդ նույն խնդիրները, որոնք որ պետք է անեք։ Նաև սա ուղղակի վեր եք հիշելու անցյալ հետ կապված ինչ-որ մի բան, բայց դա այդքան էլ լավ չէ, սա ավելի շատ խաղի է նմանվելու, անլուրջ ինչ-որ մի բան է լինելու և հատկապես ընտանիքի համար սա իրոք վեճի աղբյուր է։ Երբ որ մարդը ուղղակի վեր է հիշում անցյալի հետ կապված ոչ ինչ-որ մանր-մունր բաներ, որոնք անց է գնացել են։ Բերում եք և հարաբերությունների հետ դա արդեն կոչվում է խաղ, այսինքն խաղ եք անում և ի վերջո վեճ կարող է լինել։ Նաև կարող է ինչ-որ մի բան է, որ անցյալից է մնացել, հիմա պետք է ուսումնասիրեք։ Պետք է անեք, ավարտեք, ինչ-որ մի բան է, որ պետք է, ոնց որ մանրուքներ են մնացել, դրանք պետք է անեք։ Դրանք մեկ ակնթարթ, ոնց որ մարդը կհիշի, որ բայց ոնց որ սրանք չեմ արել, այս ինչ-որ փոքր դետալներ են, որոնք որ չեմ վերջացրել, սա էլ անեմ նոր հետո, որ վաղ օրինակ գնամ աշխատանքի կամ վաղ ուղարկեմ ինչ-որ մեկին։ Կախված է թե ինչ եք անում դուք։ Ինչ-որ մի բան է, որը անցյալում է։ Նախկինում եք արել, թողել կամ նման ոչ մի բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 25-ին։ Ուշադիր եղեք այդ օրը պետավտոտեսուչների հետ կապված հարցերում։ Այստեղ կարող է նաև խորամանկ ուզենաք գտնվել, բայց կորցնեք։ Ուշադիր եղեք, այստեղ կարող են ձեր շտրաֆ գրել։ Շատ ուշադիր։ Նաև այստեղ եթե ինչ-որ մեկը փորձի ձեզ այդ օրը օգնել, այդքան էլ միանգամից մի հավատացեք, որտեղ խորամանկ անձնավորություն կա եւ այստեղ կարող եք կորցնել։ Դուք կարող եք նայել, որ ինքը կամ հեղինակավոր է, կամ գումար ունի, կամ ինչ-որ դիրք ունի, բայց այստեղ այս պահը իր մոտ դա խորամանկություն է։ Խորամանկորեն է ինչ-որ մի բան, ոչ թե հստակ դիրք ունի, ինքը ամեն ինչով կարող է օգնել ձեզ, բայց այստեղ խաբեություն կա։ Մեկ կարդ հանեմ, տեսնենք ինչա լինելու վերջը։ Անիմաստ ժամանակ եք կորցնելու։ Այդ մարդու ասածի հետ կապված ինչ-որ բաներ եթե անեք։ Եթե նաև ուզենաք խորամանկորեն, օրինակ, շրջանցել պետավտոտեսուչին, ով որ ձեզ կանգնեցրել է, եւս էլի անիմաստ ժամանակ եք կորցնելու իր վրա, միևնույնն է նա հետո կգրի շտրաֆը։ Այնպես որ եւ մի հավատացեք այդ օրը։ Եթե թեկուզ դուք էլ հա այստեղ խորամանկ լինեք, միևնույնն է կորուստը կա։ Անիմաստ ինչ որ բաներ է լինելու, որ միևնույնն է էլի կորցնելու եք ինչ-որ մի բան։ Ոչինչին այդ օրը այդքան էլ տենց լուրջ մի ընդունեք։ Եթե ուզում են օգնեն ձեզ, թող ինքը օգնի, բայց դուք մի խորացեք դրա մեջ, դուք մի ինչ-որ ձեզանից ինչ-որ կախված ինչ-որ բաներ մի փորձեք անել։ Այստեղ ի վերջո կորուստն է, կամ խնդիրների մեջ կարող եք ընկնել, որտեվ կռիսը նաև խնդիրներ են, ինչ-որ փոքր-մոքր։ Այսքանը ձեզ համար զգուշացում էր ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 25-ին։ Այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, այնինչ որ դուք ուզում եք, բայց ինչ-որ մի բան պետք է, ինչ-որ մի բանին պետք է հրաժեշտ տաք, որ այդ ձեր ցանկությունները լիարժեք կատարվեն։ Նաև սա ինչ-որ մեկ ակնթարթ մարդը կարող է ինչ-որ մի բան կորցնել երազանքին հասնելու համար, որովհետև այդպես է։ Հենց այնպես չեն տրվում ոչ ոքի երազանքները, ինչ-որ մի բան դիմացը միշտ վերցվում է։ Եվ տեղաբացվում նաև նոր բաների համար, եթե ինչ-որ մի բան կգնա ձեր կյանքից։ Շատ տեղ անսպասելի նաև ինչ-որ մի բան տեղի կունենա։ Մի պահեք այն ինչ-որ պետք է գնա, ընդհանրապես այդպես սա ամենաճիշտն է, մի պահեք այն ինչ-որ գնում է։ Այստեղ ձեր ցանկությունների համար իրոք, ոնց որ մարդը ասում ամեն ինչի պատրաստ եմ, կախված է թե ինչ ցանկություն է այստեղ։ Շատ ժամանակ սիրո հետ է դա կապված լինում, մարդիկ սիրո հետ կապված յուրաքանչյուր բանի պատրաստ են եւ յուրաքանչյուր բան բաց են թողնում նաեւ։ Մեկ ակնթարթ է, ուշադիր եղեք, եթե չեք ուզում ինչ-որ մի բան կորցնել, սա մեկ ակնթարթ է դա։ Միևնույնն է, ինչ-որ մի բան պետք է գնա։ Այսքանը ձեզ համար։ Կարող ձեր ցանկությունն էր, որ այդ գնա, այն ինչ որ պետք է գնա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 25-ին։ Խաբեբաներ, նայեք 3 երեսանի մարդիկ, այդ օրը ինչ էլ որ ասել միևնույն է, մի փոքր ուշադիր եղեք, այնպես մի հավատացեք։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև ցանկություն կարող եք պահել, եթե ցանկությունը հղիանալու հետ կապված է, ընտանիք կազմելու եւ այլն, ապա դա եւս կիրականանա։ Նաև ոմանք գնան բժշկական կենտրոն, ոմանք վարսավիրանոց եւ այլն, զբաղվեն իրենց գեղեցկությամբ, նաև ընտանիքի անդամների հետ կարող եք լինել, ծնողների հետ կարող եք լինել եւ սա կարող եք լսել, որ քույրը կամ եղբայրը
Իրենց մոտ հղիություն կա կամ ծննդաբերություն երեխայի հետ կապված։ Բայց եթե ձեր ցանկությունները կատարվեն, մի փոքր փորձեք շատ այդպես չընդլայնել, որովհետև մարդիկ կան, ովքեր որ այդքան էլ չեն ուրախանում, իբրև թե ձեր առջև կուրախանան, բայց այդպես չի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերին։ Ինչ է սպասվում օցերին մայիսի 25-ին։ Հաջողություն, հաջողակոր է, յուրաքանչյուր հարցերում հաջողության կհասնեք, հաջողությամբ կանեք, կավարտեք յուրաքանչյուր բան։ Թամպես ոնց որ կողքիններ ուզում դուրս գար։ Մեկը նույնալի քարտն է։ Ուրեմն, այդ օրը ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, իրենց առողջությամբ, ծնողների հետ կանցկասենք, որ ծնողների տունն եք մաքրում, ընտանիքի հոգսն եք հոգում, կարող է նաև ուբորկա եք որոշում սկսել։ Նաև կարող ծննդաբերություն, հղիություն լինել, կարող ծննդաբերություն եւ ինչ որ տարածք եք մաքրում, որպեսզի երեխայի սենյակն եք մաքրում, որպեսզի երեխային տուն բերեք։ Նաև սա վեճ կարող է լինել ինչ որ մարդկանց համար, այստեղ նաև ուզում էր խափեբանալ անգնել, այնպես որ կարող է նմանատիպ մարդու եք, ոնց որ բռնստում եք իր խափեության վրա, ամենայն դեպս նաև կարող է վեճ է, եթե վեճ կարող է լինել նաև ընտանիքի անդամների հետ մի փոքր այստեղ ուշադիր եղեք։ Եվ նաև մարդիկ կարող են իրել տուն մաքրել։ Մարդիկ, ովքեր որ սովոր չեն վիճելու, իրենք տուն կմաքրեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մայիսի 25-ին։ Նոր սեր, նոր հարաբերություններ, այստեղ ճակատագրական սեր է ոմանց համար, օպա, նայեք։ Կամ ոմանց կյանքում կարմայական սեր է այստեղ հայտնվել կամ ճակատագրական։ Եթե կուզ ընտանիքում, եթե լինի, ապա ինչ որ մի ծանրություն կարող է լինել, ինչ որ դժվարություն կարող է լինել հարաբերություններում, որը որ պետք է կարողանաք պատվով հաղթահարել, դա փորձություն կարող է լինել։ Ոմանց մոտ սա ծանոթություն է։ Նոր սեր, նոր հարաբերություններ, ինչ որ այստեղ տղա է, դե կարող է նաև դուք եք այդ տղան։ Նաև ոմանց սեր խոստովանեն, դուք կարող եք սեր խոստովանել, նաև կարող ծանր օր է, ոմանց համար կարող է նաև գիրեկի է և աշխատում եք, դեռևս աշխատում եք և ավելի ծանր եք, քան երկուշաբթի կամ մնացած օրերը, որովհետև շատ աշխատանքի տեղեր ոնց որ գիրեկի պետք է աշխատեն, որ երկուշաբթի ապրանք ունենան, որպեսզի տան։ Դրա համար էլ ավելի շատ ծանր է լինում գիրեկի օրերը միշտ աշխատանքը, քան երկուշաբթի, երեքշաբթի։ Եվ այդ օրը հանդիպում շփում որևիցե տղայի հետ, տղամարդու հետ, կարող է տնօրենն է օրինակ, ձեզ մի քիչ խորամանկ անձնավորություն է, խաբեբա անձնավորություն է։ Մի քիչ ուշադիր եղեք իր հետ կապված հարցերում, հնարավոր է նաև տնօրենն է, օրինակ, ձեզ ասում է, որ աշխատավարձի հետ կապված անընդհատ այսօր վաղն է անում։ Այսքանը։ Կարող է ձեզ ոնց որ ծանրաբեռնում է ինքը, եթե ձեր տնօրենն է, ապա կարող է ծանրաբեռնում է ուղղակի այդ օրը, ինադու կամ չգիտեմ ոնց։ Մի քիչ խորամանկ է կամ իր գործերն է, իբր ինքը գնում է ձեր վրա է թողնում իր գործերը։ Նման ինչ որ մարդ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, ոչխարներին, նաև մեկ այլ կերպ ասած։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 25-ին։ Փոփոխություն կյանքում, ընտանիքում, եւ այդ փոփոխությունից բավականին շատ անհանգստանում եք, լարված եք, բայց հաջողություն կա, այնպես որ նոր դռներ է ձեր համար բացում այդ փոփոխությունը, եթե տեղափոխվել եք մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, ուզում եք նաև, հա։ Այստեղ եթե անհանգստություն կա, միևնույնն է ասում է հաջողություն կա։ Դռները բացվելի են, այնպես որ կարող եք հանգիստ զբաղվել նոր տնով, նոր երկրով, նաև սա կարող է լինել փակում եք դուռը եւ գնում եք եւ այլևս չվերադառնալու նպատակով։ Կամ թեկուզ նաև մեկ այլ տարածք, մեկ այլ քաղաք, այդպես նաև կարող է լինել։
որոշում եք, որ տեղափոխվեք եւ վերջ, հիմա այլևս չեք վերադառնա։ Դա նաեւ հա ոնց որ մարդը փակում է դուռը, փակում է իր հետևից ամեն ինչ։ Դա համար կարող է շատ եք անհանգստանում, որ ի վերջո, չգիտեք, վերադառնաք թե ոչ։ Սա նաեւ հղիություն է, ծննդաբերություն է, որի համար էլի նույնիսկ անհանգիստ եք, հատկապես եթե այդ օրը ցավեր եք ունենալու եւս, հա, ոնց որ լարվում եք, բայց ամեն ինչ լավ է լինելու, այնպես որ հանգստացեք։ Սա ոնց որ նայեք, կամ ընտանիքից ոցը մեկն է գնում հեռու եւ դրա համար եք անհանգիստ, դրա համար եք լարվում։ Միևնույնն է, էլի իր մոտ էլ եւս ամեն ինչը լավ կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 25-ին։ Այդ օրը կամ դուք եք առիթ ստեղծելու, ուրախանալու կամ առիթ կամ հնարավոր է նաև գնում եք ոչ հասարակական վայր, այգի եւ այլն նմանատիպ տեղ, կինո, թատրոն, որտեղ շատ մարդիկ կլինեն։ Ոմանց համար սա ուղղակի ծնունդ է, կնունկ, արարողություն։ Նաև այդ օրը ինչ-որ մի բան ձեզանից կարող է գնալ, ինչ-որ մի բան հեռանալ, ինչ-որ մի բան բաց թողնեք։ Ճիշտ է, կարող եք անհանգստանալ, այստեղ լարվածություն կա, որ դա գնացել է, բայց միևնույնն է, տեղ է ազատելու ձեզ համար։ Ինչ-որ մի բան է, որը որ գնում է։ Այստեղ նաև կարող է անհանգիստ եք, որովհետև ձեր երեխան օրինակ նշանվել է, ձեր երեխան փոխում է կյանքը եւ այլն, բայց միևնույնն է, այստեղ պետք է գնա ինչ-որ մի ձևով, հա, ինչ էլ ուզում է լինի։ Ինչ-որ մի բան պետք է գնա ձեզանից։ Դա ընդհանրապես սա ծնողների համար է, եթե պատրաստվում եք ձեր երեխային ամուսնացնել, բնականաբար ազատվում է այդ տեղը, դատարկվում է այդ տեղը եւ բնականաբար անհանգստություն կա, լարվածություն կա։ Տեսնենք այս երկուսը իրար հետ կապված է, թե ոչ։ Նայեք գումարի հետ է կապված։ Գումար եք ծախսել եւ անհանգստանում եք։ Ինչ-որ մի բան եք պատվիրել եւ անհանգստանում եք։ Եթե մի փոքր զգուշ եղեք, որովհետեւ կարող եք գնալ ձեր գումարները։ Ուրիշ ոչինչ, կարող խափեություն լինի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղներին։ Ինչ է սպասվում ակաղներին մայիսի 25-ին։ Ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, ոմանք առողջությամբ, ընտանիքի անդամների հետ կարող եք անցկացնել հղիություն, ծննդաբերություն, այստեղ ոմանց համար հստակ ծննդաբերություն միևնույնն է, հաջողակ օր է եւ յուրաքանչյուր բան այդ օրը հաջողությամբ կընթանա։ Մազերը կներկեք, ձեզ դուր կգա, մազերը կկտրեք, ձեզ դուր կգա, ինչ որ մի բաներ, պրոցեդուրաներ կանեք, վեշկական ձեզ վրա եւս էլի ձեզ դուր կգա։ Եվս փոփոխություն է, հաջողություն է, դա հաջողակ փոփոխություն է լինելու ձեզ համար։ Կյանքում ոչ փոփոխությունը, որը տեղի ունենում։ Մենք շատ ժամանակ չենք նկատում այդ փոփոխությունը կամ չենք մտածում, վայ սա այդ փոփոխությունն էր, թե չէ։ Բայց մարդը երբ որ աշխատանք է գտնում, մարդը երբ որ բիզնես է բացում, մարդը երբ որ տեղափոխվում է կամ ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի բան է լինում կամ նոր ուսման կենտրոն է գնում եւ այլն եւ այդ ձևով ինչ-որ մի փոխվում է իր կյանքը։ Դե մանրուք ենք համարում եւ մտածում ենք սա փոփոխություն չի, բայց փոփոխություն է։ Դա է փոփոխությունը։ Պարտադիր չի բոլորը տեղափոխվեն, մարդը տուն է գնել իր համար նստած է իր տան մեջ, ինչ պետքա տեղափոխվի, բայց փոփոխությունը կգա ձեր կյանքում ամենայն դեպս։ Ինչ որ մի բան կփոխվի եւ շատերն է, չէ՞, միշտ ասում եք հարևանի լի կյանքը ոնց փոխվեց, ոնց է բանանում եւ այլն, այսպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մայիսի 25-ին։ Ժամանակի մեջ պետք է տեղավորվեք կամ ձեր ժամանակը իրոք վատնելու եք այս 3 երեսանի մարդկանց վրա, անիմաստ, անիմաստ է դա գնալու, որովհետև պետք չի իրանց վրա ժամանակ վատնել։ Նաև կարող է
Այստեղ ինչ-որ ժամանակ են տվել ձեզ, որ այդ ժամանակահատվածում հասցնեք ինչ-որ մի բան անեք եւ ավարտեք։ Եվ պետք է կարողանաք հասցնել դա անել։ Նաև ժամ կարող եք պայմանավորվել ինչ-որ մարդկանց հետ եւ այդտեղ 3 երեսանի մարդիկ են եւ չեն գալիս, հա, որովհետեւ դե իրենք այդպեսին են, չեն ուզում ճիշտ ժամանակին ճիշտ վայրում լինել։ Եվ ինչ էլ որ լինի այդ օրը թեկուզ ուրախանակ, մի պատմեք, որովհետեւ այստեղ մաքուր մարդիկ չեն, սրտանց մարդիկ չեն եւ չեն ցանկանա որպեսզի ձեզ համար լավ լինի։ Այդ օրը նաև ընտրության արժև կարող եք կանգնեցնել, կամ իրենք են ինչ-որ բաներ առաջարկելու ձեզ, կամ ուղղակի, կարող այնպես անեն նաև, որ դուք կասկածների մեջ մտնեք։ Բացի դա էլ հա սա ուղղակի ընտրություն է, որ այդ օրը կարող եք անել, այստեղ յուրաքանչյուր ամենափոքր ընտրությունից, թե ինչ հագուստ կրել եւ նաեւ թե ինչ անել, օրինակ, հա ինչ-որ մեծ գլոբալ ինչ-որ բան, նաև այստեղ ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու եւ կարող է իրանք իբրև թե ձեզ խորհուրդ տան կամ այնպես անեն, որ վախենաք սկսել ինչ-որ մի բան։ Որտեղ շատ ժամանակ մարդը որ ուզում է ինչ-որ մի բան սկսի, սա նրան հարցեր է տալիս։ Եվ այդ հարցերի ժամանակ էլ սխալ պատասխաններ եք ստանում եւ ընկնում եք ոնց որ մտքերի մեջ։ Անեք դա թե ոչ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ 3 հատ, 4 հատ էլ լավ։ Դա ամենայն դեպս վատ քարտեր չեն։ Ինչ է սպասվում վարազներին, խոզերին մայիսի 25-ին, կիրակի օրը։ Հաջողություն, նոր դռների բացում, նոր հնարավորություններ, որոնք որ կարող եք ստեղծել ձեզ համար, ինչ-որ բաներ, նաև ոմանք կարող են իրենց հետևից ինչ-որ դուռ փակել, այն դուռը, որը որ ձեզ համար ավելորդ եք համարում, կարող եք այդ դուռը ընդհանուր փակել եւ այլևս չանդրադառնալ այդ հարցին, չանդրադառնալ այդ ոլորտին։ Այդ օրը նաև ոմանք կանցկացնեն կամ կհանդիպեն իրենց ընկերոջը, օրը կանցկացնեք իրենց հետ, նաև նոր ընկերներ կարող ձեռք բերել, ընկերուհի, այդպես, հա, ինչ-որ նոր մարդիկ կարող են մտնել ձեր կյանք։ Եվ ընկերոջ հետ կարող եք այստեղ ինչ-որ մի կարող է իր մոտ է ինչ-որ մի բան նորմալանում, կայունանում կյանքում, կամ ձեզ մոտ է նորմալանում, կայունանում եւ այստեղ փոփոխությունները իրար հետ եք վայելում, իրար հետ եք նշում, ինչ-որ մի հնարավորություն են, որոնք որ ձեզ կընձեռվեն եւ դուք կարող եք այդպես ուրախ նաեւ սա ոնց որ մարդը կամ ընկերների հետ հարաբերությունները կամ ավելի ամրանալ, պնդանալ, հա, ձեր հարաբերությունները կարող նոր եք ծանոթացել եւ բայց հիմա արդեն ավելի մտերիմ լինեք։ Կամ սա նաեւ որոշ գործեր, որոշ բաներ, աշխատանքի վայրը եւ այլն, հա, կարող ոնց որ մխրճվել եք, հա, այդպես ձեր տեղը կա, ոնց որ թե որտեղ եք աշխատում, ինչ եք անելու, հա, այդպես։ Մարդը արդեն հստակ գիտի, ամուր կանգնած է ոնց որ այստեղ հողի վրա։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։